Այո, մենք Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել այսօր արդեն շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել։ Հարց է ծագում, բայց ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում, ասենք նախկինում։ Որ նախկինում։ Եկեք պայմանական ես մի ամսաթիվ նշեցի 2022 թվականի հոկտեմբերի 6։ Ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ։ Միթե մենք չէինք ուզում, միթե մենք չենք դիմում։ Մենք դիմում էինք բոլորին։ Բայց մեզ ասում են շատ քաղաքավարի մեզ մերժում էին եւ ասում են մենք ուղղակի հրաժարվում ենք ձեզ սպառազինություն վաճառել, որովհետեւ մենք համոզված չենք, որ դուք այդ սպառազինությունը տեղակայելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Ավելին, մենք կասկածներ ունենք, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Եվ 2022 թվականին, երբ որ մենք Պրահայում հայտարարեցինք Ադրբեջանի հետ արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ ոչ միայն մենք դա հայտարարեցինք, այլև մեր քաղաքականությունները վերաձևակերպեցինք այդ տրամաբանությամբ, ըստ էության սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց, որովհետեւ մենք ասացինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու եւ մենք ըստ էության այդպիսի դե յուրե պարտավորություններ պատրաստ ենք ստանձնել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք հայտարարեցինք, հռչակեցինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը կարող է կիրառվել միայն պաշտպանական նպատակներով եւ միայն ինքնիշխան սեփական միջազգայինորեն ճանաչված տարածքի ներսում։ Իհարկե այդտեղ նյուանսներ կար կապված սահմանազատման եւ այլնի հետ, մենք դա էլ պարզաբանեցինք, որ քանի որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը համատեղ գործունեության ընդունված է եւ մենք համոզված ենք, որ այս պահի խնդիրները, որոնք կապված են մեր ինքնիշխան տարածքների հետ, որոնք չեն գտնվում մեր վերահսկողության ներքո, նրանք բոլորը կլուծվեն սահմանազատման գործընթացում, հետեւաբար մեր բանակը ինքնապաշտպանականից բացի այլ խնդիր չունի։ Եվ հետո պարզվեց, որ այդ դեպքում շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք դռներ ծեծեն։ Մեզ ասում են, իսկ մենք ձեզ կարող ենք առաջարկել սա, մենք ձեզ կարող եւ պաշտպանական, սպառազինության պաշտպանական ամբողջ շուկան, գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց։ Չեմ էլ ուզում թաքցնեմ, այդտեղ կա երկրորդ նյուանսը նույնպես, որը կապված էր ՀԱՊԿ-ի հետ, որտեվ երկրորդ նյուանսն էլ դա էր, որովհետև ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր, երկրորդ, ես նույնիսկ չի ասի երկրորդ, նույնիսկ երրորդ, չորրորդ, բայց այնուամենայնիվ խոչընդոտ էր միջազգային այս շուկային հասանելիություն ունենալու համար։ Բայց մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ նույնիսկ $100 միլիոն մենք ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք դրա դիմաց տեխնիկա, սպառազինություն եւ տեխնիկա, եւ մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ այդքան քաղաքավարի, պարզապես այդ մատակարարումները չէր իրականացվում։ Եվ այստեղ այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ մենք ինչպես պարոն Սաֆարյանն ասենք, այդ պարադիգմա պետքա փոխենք, որովհետև այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, այդ բանաձևերը չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների եւ իրադրությունների ստեղծումը, եւ նաեւ այդ էր պատճառը, որը լեգիտիմ որոշում էր, մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին